Ողջույն հարգելի կարիչներ, սա ձեր կանխատեսումն է 2026 թվականի համար գումարային ֆինանսական կանխատեսումն է բոլոր ամիսների համար։ Ներքևում մեկնաբանության բաժնում, որքան էլ նա փակ է, միևնույնն է մեկնաբանություններում կարող եք գտնել ժամերը, որտեղ որ կարող եք հետո տարվա ընթացքում վերադառնալ, նայել, թե այս կամ այն ամսին ինչ է ձեզ սպասվում, միգուցե ինչ-որ գործեր եք ուզում անել և հասկանալ այդ ամսում կարող եք անել, թե ոչ։ Կամ վերադառնալ տեսնել ինչպես անցավ, ճիշտ էր արդյոք կանխատեսումը ձեզ համար։ Ավելի հեշտ է այդպես։ Եվ գնայինք երկու քարտերով, որպեսզի հասկանանք, թե մեկը մյուսին ինչ է օգնում, որովհետև մեկ քարտը ոնց որ ինչ-որ մի բան է ասում, բայց կրճատ է։ Հաջորդ քարտը ցույց է տալիս, թե մոտավորապես ինչպես դուրս կգաք այդ ելքից, եթե ինչ-որ խնդիրներ կան, կամ միգուցե սկզբում լավ է, հետո ինչ-որ մի խնդիր է գալիս, որոնք որ պետք է լուծեք։ Սրանք ձեզ համար նշումներ են, որպեսզի դուք հասկանաք ինչպես կարող եք ուղղակի այս կամ այն հարցը լուծել այդ ամսվա ընթացքում։ Ոչ թե սպասեք, որ ֆինանսական դժվարություններ եք ունենալու եւ այլն, եւ պետք է հասկանաք, որ այս կանխատեսման ժամանակ չեմ խոսելու աշխատանքից, չեմ խոսելու, որ այս աշխատանքը անեք, այսքան գումար կստանաք։ Դուք լսում եք գումարային առումով նեղվածություն ունենալու եք, թե չէ, գումար մտնելու է տուն, թե ոչ։ Կամ եթե խնդիր կա, միգուցե այնտեղ նաև մյուս քարտը ցույց տա, թե ինչպես այդ հարցին լուծում կտաք։ Գումարը կստանաք հետո, թե ոչ։ Միայն դա է, որ այստեղ կարող են խաբեություններ լինել ֆինանսապես եւ այլն, շատ այլ հարցեր կան։ Մի փնտրեք այստեղ աշխատանքի համար առանձին կլինի տեսանյութ, որպեսզի հասկանաք, հա աշխատանքը երևի թե արդեն կլինի ամեն ամիս, այդպես կարող եմ անել, որովհետև դժվար թե կհասցնեմ այդքանը անել այս մի քանի օրվա ընթացքում։ Այդպես ավելի հեշտ կլինի, թե այս ամսում աշխատանքի հետ կապված ինչ կլինի, նաև առողջության հետ կապված եւ այլն։ Եվ իհարկե փակ խմբի մասին Facebook-ում էր առաջ այդ խումբը, բայց Facebook-ում փակել եմ, այսինքն դեռ չեմ փակել, հիմա կփակեմ, որովհետև այնտեղ կամ ինձանից բացի եւս մեկն էլ է օգտագործում, բացի Եվայից իհարկե, ինքն իրան այդ խումբ, որ փակ էր, որը միայն ես կարող եմ մարդկանց ուղարկել հրավեր, որպեսզի իրենք ընդունեն, որովհետև եթե դուք փնտրեք էլ այդ խումբը, դուք չեք կարող երբեք գտնել, որովհետև նա անտեսանելի էր։ Եվ չգիտեմ ինչպես մարդկանց հրավերներ էր ուղարկվում։ Եվ առավոտյան մտնում եմ, տեսնում լիքը մարդ խմբում։ Այն մարդիկ էին, ովքեր որ չէին վճարել այդ խումբ մտնելու համար։ Լավ է, որ շատ բան դեռ չէի տեղադրել այնտեղ։ Դրա համար փոխվել է Telegram, եւ նաեւ այնտեղ Telegram-ում ես կընդունեմ խորհրդատվություններ, այնտեղ կա վճարովի հիմունքներով նամակ ուղարկել, դուք կարող եք վճարել, նամակը ուղարկել եւ ստանալ խորհրդատվություն։ Այդպես եւս ես կարող եմ մեկ հարցի պատասխան ձեզ տալ։ Դեռ չգիտեմ ինչպես է աշխատում, ֆունկցիան վերջնական տեսքը հասկանալու համար, թե ինչպես, հա, ես տեսա, որ այնտեղ վճարվող տարբերակ կա, որովհետև շատ մարդիկ չեն կարողանում ուղարկել այս երկիր, ուղարկել այն երկիր եւ այսպես վճարելով դուք կարողանաք կատարել ոնց որ փոխանցում ձեր խորհրդատվության համար։ Այդ պահերը դեռևս 1-2 հեռախոսով մի հատ կանեմ կտեսնեմ ինչպես է այն ստացվում, հետո նոր վերջնական ձեզ կասեմ։ Իսկ հիմա անցնենք արդեն կանխատեսմանը, տեսնենք ինչ է լինելու, ինչպես է անցնելու ձեր ֆինանսական վիճակը այս տարում 2026 թվական, ինչպես գիտենք, ձիու տարի է եւ այն շատ արագ է անցնում, շատ արագ է լինելու որոշ իրադարձություններ, արագ գումար կծախսեք, արագ գումար կստանաք, այդպես ամեն ինչ արագ է լինելու։ Հիմա պետք է կարողանաք օգտվել այդ առիթից։ Գնայինք ընդհանուր տարվա ֆոնը, թե ինչպես է լինելու ձեր ֆինանսական վիճակը, արդյոք տրամադրված եք լինելու շատ գումար աշխատելու, թե ոչ։ Հետո նոր 12 ամիսը։ Եթե այս ընթացքը կձանձրացնի ձեզ, կարող եք առաջ տալ, հետո նայել արդեն, երբ որ կասեմ ընդհանուր ֆոնը։ Ինչ է սպասվում ֆինանսապես կարիչներին 2026 թվականին, ընդհանուր ֆոնը տեսնենք ինչ է լինելու։ Եվ արդեն ամիսները։ Չնշում բոլորը հատ առ հատ։
նոյեմբեր եւ դեկտեմբեր։ Այդտեղ ոնց որ ասում են բախտի հարցը, հա թե որ քարտն է ընկնում։ Ես միշտ իմ կանխատեսումների ժամանակ բավականին լարվում եմ, թե ինչ քարտ եմ ձեռքս գցում հանելու համար։ Որտեղ ասում եմ յոքից բախտի հարց։ Տեսնենք հաջորդ քարտերը։ Իրենք տարբեր նշանակություններ ունեն, բայց լինում են դեպքեր, որ երկուսն էլ նույն նշանակությունն է տալիս ձեզ։ Ահա, տեսնենք կարիճների 2026 թվականի ֆինանսական վիճակը, ընդհանուր ֆոնը եւ ընդհանուր ամբողջ տարին ամիսներով։ Մայիս, հունիսը, եւ դեկտեմբերը վերջին ամիսը։ Ուսում լավ քարտեր ենք դուրս հանել եւ լավ տարի կլինի ձեզ համար։ Պետք է հասկանալ, որ ընդհանրապես մեր կյանքը մեր ձեռքում է եւ այս հուշումներից կարող եք օգտվել, բայց մնացածը դուք կարող եք անել։ Ասենք հուշումներ են ձեզ համար, որ կարող է այսպես լինել։ Բայց այդ կարողի հեղինակն էլ եւս դուք կարող եք լինել, որովհետեւ կամ նստել բազմոցին գումար չաշխատել, բնականաբար այդ ամիս կնեղվեք, կամ շատ աշխատել, շատ հոգնել, քիչ գումար վաստակել, հա, կամ ամեն ինչը բալանսավորել եւ գումար վաստակել նորմալ։ Տեսնենք, ընդհանուր ֆոնը հիանալի է ընդհանուր ֆոնի համար, շատ հիանալի է, որովհետեւ այս քարտը ցույց է տալիս գլխավոր մարդու, ով որ իր դիրքը գիտի, իր դիրքում է գտնում ֆինանսապես, ամենայն դեպս այս շրջանում հիանալի է, ոնց որ 2026 թվականի ընդհանուր ֆոն որպես ֆինանսապես կայուն վիճակ է սա։ Գիտեք որտեղ ներդրում անեք, հստակ գիտեք ձեր պլանները, ինչ կարող եք անել, ինչ չեք կարող անել։ Նաև կարող է այստեղ ինչ-որ պայմանագրեր եք կնքում, որևիցե գաղտնի գործարքներ եք կնքում, գաղտնի այնտեղ եկամուտներ են, որ կամ չեք գրանցում, կամ ուղղակի ընտանիքից թաքուն է, սա կողքից ինչ-որ բաներ եք աշխատում։ Դե կարող է թաքուն չի ընտանիքից, բայց շրջապատից է թաքուն, հա, որ ինչ-որ բաներ եք նաև անում, դրանով է գումար եք վաստակում։ Եվ այստեղ նաև ոչ պայմանագրեր են, որոնք եւս վերաբերվում են ֆինանսներին, կարող է ինչ-որ թղթեր եք ստանում, որտեղ նշված են գումարի չափ, կամ դուք պետք է ստանաք, կամ դուք պետք է վճարեք այդ գումարները։ Սա նաև ուսում է, կամ վճարում եք օրինակ ուսման համար, որպեսզի դուք սովորեք, կամ ձեր երեխաները սովորեն, կամ պետք է ոնց որ սովորեք ինչպես ճիշտ կառավարել եւ բիզնեսը եւ գումարը, որովհետեւ դա հենց կոչվում է, չէ, հենց ֆինանսական անգրագիտություն, որ մարդը չգիտի թե ինչպես ծախսի իր գումարը, աչու ծախ անիմաստ ծախսում է եւ անգամ չի հասցնում ամսվա վերջ, որպեսզի գումար ունենա։ Եվ տեսնենք հունվար ամիսը ինչպես է ընթանալու ձեզ մոտ։ Հունվար ամիսը ընտրությունների ամիս է լինելու ձեզ համար։ Այդ ամիս կարող են ձեզ շապազան շատ գայթակղիչ առաջարկներ անել, եւ պետք է ուղղակի խուսափեք իմպուլսիվ գործողություններից եւ կասկածելի առաջարկներից, որոնք որ կարող են ձեզ անել, որովհետեւ այն որ ասում է, այսպես ցույց կտամ, որ ինչքան է լավ լինելու, այդպես եռալու է, թափելու է, այստեղ ինչ որ բաժակներն են թափում։ Բայց դա կարող է նաեւ լինել գայթակղիչ։ Ամենայն դեպս ընդունելուց առաջ լավ մտածեք, այսքան գումար եք աշխատելու եւ այլն։ Եվ կունենաք այդ ամիս ֆինանսական բավականին շատ օգուտներ, ձեր դիրքը ֆինանսապես հիանալի կլինի, չեք մտածի գումարի հետ կապված խնդիրների մասին, որտեղ խնդիրներ չեն լինի, ֆինանսական բարեկեցություն են նաև դա նշանակում, նաև անսպասելի ֆինանսական օգուտներ կստանաք, բոնուսներ, նվեր, շահում եւ ֆինանսական վիճակի կարճաժամկետ թեկուզ, բայց բարելավում, հա, դե մենք խոսում ենք այդ ամսվա մասին, ամենայն դեպս այդ ամիս լավ է։ Հիմա կարող են նաև ձեզ գայթակղել, ինչ-որ առաջարկներ անել, բայց միգուցե դրանք վտանգավոր չեն այդքան։
որովհետև այդ քարտով ուղղակի մարդը գայթակղվում է գումար ավելի շատ աշխատելու, բայց կարող է եւ ինչ-որ վտանգավոր ոչինչ չկա։ Փետրվար ամիսը եւս հիանալի ամիս է, հաջողության ամիս է, սա նշանակում ֆորտունան դա հենց հաջողություն է բերում ձեզ։ Ընդհանրապես ֆորտունան լինում է, որ ոչ թե լինում է, այլ ինքը երբ որ վերևում է հաջողություն է բերում, ինքը պատտվում է, ինքը անիվ է, եւ երբ որ ներքևում է լինում, մարդուն ոնց որ դժվարություններ է տալիս ֆինանսապես։ Եվ այստեղ մենք կողքը տեսնում ենք հենց ֆինանսների քարտը եւ անհնարին է ֆինանսների քարտով որևիցե դժվարություններ լինի։ Այստեղ արդեն ֆորտունան վերևում է եւ դա նշանակում է, որ հաջողություն է ձեզ սպասվում ֆինանսական առումով, միգուցե ժառանգություն է, եկամուտն է շատ լինում, վարկ եք ձևակերպում, ընտանիքի անդամներից որից մեկն է սկսում աշխատել, դուք եք գտնում երկրորդ եկամտի աղբյուր, որը որ գալիս է այդ հաջողության ժամանակը, դուք պետք է ուղղակի օգտվեք դրանից։ Եվ չծախսեք անիմաստ գումարները, հետո մնաք, որովհետև չգիտեք հաջորդ ամիս դեռևս ինչ է լինելու։ Համենայն դեպս հաջողությունը ձեզ է ժպտում, բարեկեցություն է այստեղ, ֆինանսապես ոչ մի խնդիր չունեք այդ երկու ամիսը, այնպես որ վայելեք եւ ընդհանրապես ճիշտ է, որ թեկուզ ամենամինիմալը, 10%-ը դնեք մի կողմ, բայց նորմալ է, որ 30%-ը եւ մոռանաք, իմանաք, որ այս ամիս աշխատել եք այսքան աշխատավարձ։ Կարող եք 10%-ը դնել, եթե քիչ է աշխատավարձը։ Բայց ճիշտ է, որ մի կողմ դնել։ Ամենայն դեպս հիանալի է, գումարներ կմտնեն տուն, միգուցե ժառանգություն է, միգուցե շատ կարևոր գումար է, այստեղ շատ պարտքերն են ձեզ տալի, կամ դուք եք տալիս պարտքերը եւ ի վերջո վերջացնում եք այդ խնդրից, ազատում եք ձեզ այդ խնդրից։ Նայեք, այստեղ մի փոքր դժվարություններ կան, բայց հետո գալիս է փոփոխության ժամանակը, այնպես որ դժվարությունները շատ կարճատև են լինելու։ Այդ ամիս պետք է ուղղակի շատ քիչ ծախսեք կամ ինչպես որ ասացի, հետ գցեք այդ ամսվա համար։ Ճիշտ է, հետո կանցնի այդ ամենը։ Ու այդ սկզբում կարող է լինել ոչ թե ֆինանսական կորուստներ, դժվարություններ, հիասթափություններ, միգուցե ինչ-որ շատ գումար եք սպասում, քիչ գումար է գալիս, նաև դավաճանություն, ինչու՞ չէ գումարային առումով։ Եվ նոր լուծումներ կարող եք փնտրել ձեզ համար եւ իհարկե առագիլով դա նշանակում է հենց նոր որևիցե եկամտի աղբյուր կարող եք գտնել, փոփոխություն, անցում նոր աշխատանքի, լրացուցիչ եկամտի աղբյուր կգտնեք, այդ ամսվա ընթացքում եւ ճիշտ կօգտագործեք ձեր ֆինանսները, եկամտի աճ է սպասվում, ընդհանուր աճ, գուցե աշխատավարձի բարձրացումը, այդտեղ փոփոխություններ դեպի լավը եւ եկամտի աղբյուրի թարմացում նաեւ, միգուցե ինչ-որ ուրիշ բան էիք անում կամ ուրիշ ձև էիք անում դա, թարմացնում եք, նորովի եք սկսում ձեր գործունեությունը, ինչ-որ ֆինանս եք աշխատում, գումար եք աշխատում եւ նաեւ վաստակելու նոր հնարավորություն կունենաք այդ ամիս, այնպես որ դժվարությունները շատ քիչ կլինեն եւ դուք կկարողանաք անմիջապես դրանից դուրս գալ։ Տեսնենք ապրիլ ամիսը։ Դե այստեղ հնարավոր է նաեւ հասարակական գործունեությունից գումար վաստակեք, եթե այդպես ինչ-որ գործեր եք անում, ապրանքներ եք վաճառում, ապա այդտեղից կարող եք գումար վաստակել կամ նաեւ գումար ծախսել, օրինակ այդ ամիս կարող է շատ է ծնունդները եւ այլն առիթներ եւ ստիպված լինեք գումար շատ ծախսել, գումար օգտագործել նման հարցերի վրա։ Նաեւ սա կարող է ուղղակի ժամանակների է, ժամանցի վրա գումար վատնեք, ձեզ լավ զգալու, այդպես ինչ-որ ժամանցային տեղերում նաեւ գումար ծախսեք։ Եվ իհարկե այդտեղ կարող գումար ստանաք, օրինակ որևիցե առիթից, հարսանիք է ծնունդը եւ ձեզ գումար են տալիս նվերի փոխարեն։ Եվ այդ ամիս ինչ որ վերաբերվում է գումարներին, անպայման լավ ստուգեք, ինչ եք ստորագրում, ինչքան են գումար ձեզ տալիս, պետք է եւս տեղեկատվություն, եթե կա գումարային առումով, օրինակ ձեզ ասում են դու այսքան պարտք ես, մի ասեք, դե լավ, անպայման ստուգեք, անպայման վերանայեք, մի հատ տեսեք, ամեն ինչը ճիշտ է թե ոչ, որտեղ խաբեություններ կարող են լինել, այստեղ տեսնում ենք
վերցրել է սա եւ փախնում է, հա, եւ սա կարող է լինել խաբեություն ձեր հանդեպ, հա, ձեր նկատմամբ։ Դե համար պետք է այդ ամիս շատ ուշադիր հետևել ձեր գործողությանը, ինչ որ անում եք, ինչ որ ստորագրում եք։ Եվ այստեղ նայեք, եթե օրինակ հասարակական գործունեությամբ եք զբաղվում, ինչ որ սոցհարթակով եւ այլն, ապա եւս այստեղ մինչեւ գումարը չստանաք, ապրանքը մի ուղարկեք։ Եւս դա կարող է վերցնեն եւ փախնեն։ Մայիս ամիսը տեսնենք, մայիս ամիսը ստեղծագործության ամիս է, գումարի ամիս է եւ ձեր ստեղծագործությամբ եք գումար վաստակելու։ Կարող եք այդ ամիս ինչ-որ մեկի հետ որոշ գործեր անել, ոնց որ համատեղ իրար հետ ինչ-որ գործունեությամբ այդպես գումար վաստակեք դուք եւ կամ ձեր ընտանիքի անդամները կամ ինչ-որ մարդիկ, հա, սա համատեղ ջանքերի շնորհիվ է նաեւ։ Եվ այստեղ եթե տեսնում ենք այս մարդը ստեղծել է, հա, ինչ-որ մի բան, նաեւ ստեղծում է իր ձեռքերի շնորհիվ եւ հենց այդպիսով է նաեւ գումար վաստակում։ Եթե օրինակ գործում եք, կարում եք եւ այլն, ձեզ ճիշտ ներկայացնելու դեպքում այնտեղ, հա, այդ ամիս կկարողանաք գումար վաստակել։ Դիմացը ամառ է գալիս, հետաքրքիր ցանցեր կարող եք գործել եւ այլն, լիքը բաներ կան ամառային։ Նաեւ կունենաք այդ ամիս ոչ պաշտոնական եկամուտ, ծրարի մեջ կարող է ինչ-որ գումար դրված լինի, կամ այդպես վճարեն ձեզ, կամ այդպես դուք վճարեք ինչ-որ մեկին։ Նպաստներ կարող են լինել, հավելավճարներ, սուբսիդիաներ, ձեր եկամուտը կախված կլինի միայն ձեզանից, օրինակ եթե չեք աշխատում ուրիշի մոտ եւ դուք եք ստեղծում, հա, դուք եք ստեղծագործում, այդպեսով եք գումար վաստակում, ինչ որ կարող է կահույք եք ստեղծում, աթոռ եք ստեղծում եւ այլն, եւ այդպեսով եք գումար վաստակում։ Հա, ձեր ձեռքում է գումար վաստակելու այդ միջոցը, եկամուտը։ Նաև դա կարող է լինել կեսդրույքով ոչ աշխատանք, աշխատանքից հետո, հա, կողքից ոչ աշխատանք եք անում, ժամանակավոր աշխատանք նաև, եւ կարող է լինել նաև գործունեության սկիզբ, հա, ինչ որ նոր բան կարող եք սկսել։ Եկող բան եմ պատմում ձեզ, օրինակ հագուստ, ամառային, այդպես երկար, հետաքրքիր, եւ դուք գործում եք, չգիտեմ ինչու գործելուն եմ հակված, բայց յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել, օրինակ ամառային կաֆե է եւ այնտեղ ձեզանից ինչ-որ բաներ են պատմում, հետաքրքիր դետալներ, որ այնտեղ տեղադրեն։ Նաեւ այստեղ կարող է լինել գործարքներ, փաստաթղթեր, ինչ-որ փաստաթղթերի ապացույց, պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, հարկային հաշվետվություն, եթե նման բաներ ունեք։ Թղթերի հետ ինչ-որ կարևոր գործողություններ են, որոնց մեջ գրված են թվեր, գումարներ, այդպես։ Տեսնենք հունիս ամիս, ամենայն դեպս ես չեմ տեսնում այստեղ դժվարություն, միայն սա է մարտին մի փոքր դժվարություն, բայց հետո անմիջապես փոխվում է։ Այնպես որ դժվարություններ, որպես այդպեսին չունեք դուք դեռևս մինչև հունիս, կարելի է այդպես ասել։ Հունիս ամսին եւս ցանկությունը շատ մեծ կլինի նոր բան սկսելու, այդ ձգտումը բավականին շատ կլինի, այս բաժը դա հենց նշանակում է նոր ինչ-որ մի բանի սկիզբ եւ ոգևորված սկիզբ, հա, այդպես կարելի է ասել, նոր գաղափարներ կունենաք, նոր մոտեցումներ կունենաք այս կամ այն հարցին, որից ֆինանսական գործարքներին, ինչ-որ բաներ կարող եք ուսումնասիրել, թե ինչպես կարող եք այլ ավելի շատ գումար վաստակել։ Նաեւ դա նշանակում է, որ ձեր հոբիներով կարող եք գումար վաստակել, բարեգործությամբ, գումար կարող եք ծախսել ընտանեկան կարիքների վրա, ձեր սրտով, հա, ինչ տեսնեք, նա գնեք այդ ամիս։ Գումարի բացակայություն չկա եւ դուք կարող եք ամեն ինչ անել, ինչ որ ձեր սրտով է։ Գուցե ձեր սիրելիներն են աշխատում, ձեր, հա, երկրորդ կեսն է աշխատում, ձեր տան անդամներն են աշխատում եւ այդպեսով է գումար գալիս ձեզ։ Տեսնենք հուլիսը հիանալի է մինչև այս, հուլիսն է մի փոքր այստեղ դժվարություններ, բայց ասեմ սա արդեն դժվարություններից դուրս գալու միջոցն է, հա, դուք արդեն կկարողանաք դուրս գալ, հնարավոր է տղամարդու միջոցով եք կարողանում դուրս գալ։ Եթե ոչ խնդիրներ կլինեն, ապա այդ տղամարդը ոնց որ ձեզ ձեռք կմեկնի եւ ձեզ կհանի այդտեղից, որտեղ որ ինչ-որ խնդիր կա։ Միգուցե ձեր հայրն է, ձեր եղբայրն է, ձեր ամուսինն է, միգուցե դուք առանձին եք ինչ-որ գործունեություն անում եւ դժվարանում եք, բայց այս քարտով արդեն այդ ամեն ինչը անցել է, եւ խնդիրները արդեն չկան։ Դուք կկարողանաք ճիշտ լուծում տալ։ Եթե միայն գոնե խորհուրդ հարցնեք այդ տղամարդուց։ Դերը խաղում այդ տղամարդը
խնդիրների լուծման վրա։ Եթե չեք կարողանում ինչ-որ մի բան, ինչ-որ մի խնդրին լուծում տալ, ապա այդ տղամարդը ձեզ կօգնի խորհրդով, գումարով եւ այլն, եւ դուք կկարողանաք այդ խնդրից դուրս գալ շատ արագ։ Չնայած արդեն իսկ դուրս եկածած վիճակ է, ամենայն դեպս, եթե այսպես նայենք, այս քարտին մարդը արդեն էլ ցավ չի զգում, արդեն ոչ մի խնդիր չկա, խնդիրները հետևում են եւ հիմա արդեն ամեն ինչ նորմալ է։ Մի ամաչեք դիմեք այդ տղամարդուն, եթե կարիքը կլինի եւ թող նա ձեզ աջակցի, եթե ոչ խնդիր կլինի այդ ամուսվա ընթացքում։ Ինչ-որ դժվարություններ են, գումար վերցնելու, գումար ստանալու հետ կապված, միգուցե ձեր տնօրենն է, խոսում եք իր հետ եւ կարող ինքը չի կարողանում աշխատավարձերը բոլորին տա, դուք էլ նեղվում եք, դիմում եք ձեզ օրինակ առաջինն է աջակցում այդպես։ Տեսնենք օգոստոս ամիսը ինչ է լինելու։ Ֆիգուրները շատ են, կարծես թե ինչ-որ կին է, ինչ-որ արդարություն է սա, այն որ ասում է ինչպես աշխատեք, այդպես է գումար կստանաք, այդպես է։ Միգուցե եւ այդ կինը ցույց է տալիս ձեր տնօրենը, ձեր մենեջերը, ձեր մայրը եւ աշխատանքը արդարացիորեն կվարձատրվի ձեր, եթե աշխատում եք այսքան ժամն էլ կվարձատրվեք եւ ավելի օրինական կաշխատեք։ Եթե մինչեւ այդ կարող այստեղ կար պահեր, որ անօրինական են ձեր վարձերը, ձեր վճարները, ապա հիմա այդ ամիս արդեն ամեն ինչը կմտցնեք օրինական դաշտ, միգուցե նաեւ անհատ ձեռներից եք բացում, ոչ թե գործունեություն եք անում, ինչ որ բաներ եք անում, որոնք որ ձեզ համար շատ կարեւոր կլինեն։ Միգուցե այդ կնոջ օգնությամբ, միգուցե տնօրենն է եւ գնահատում է ձեր աշխատանքը այդ ամիս եւ վճարում է ձեզ, միգուցե հաճախորդ է, ում հետ որ դուք կարող եք աշխատել եւ նա ձեզ վարձատրի, հավելյալ վարձատրի, հա, այդպես։ Հավելյալ գումար տա ձեզ, հավելյալ վարձատրություն լինի, բոնուս տա, որպես շնորհակալություն ձեր աշխատանքի դիմաց։ Արդարացի վիճակ է սա, եթե դատարանում էլ գործեր ունեք ֆինանսների հետ կապված, այստեղ հավանականություն մեծ է, որ ձեզ արդարացնեն։ Եթե հա ամեն ինչ ոնց որ ճիշտ է, ապա ձեզ կարդարացնեն այստեղ։ Թեկուզ պարտքերը տալու, թեկուզ կողմը պարտքեն դուք եք դիմել եւ արդարացնում են, որպեսզի տվյալ անձնավորությունը պարտքերը տա, հա, ոնց որ ամեն ինչում արդար որոշում է ֆինանսապես այդ ամիս։ Վարկի ձևակերպումը նույնպես, եթե ոնց որ չեք աշխատում, էլի արդար որոշում եք աղոն չտալ։ Եթե այնքան եք աշխատում, որ ի վիճակի կլինեք վճարել վարկերը, ապա դա կարող է լինել նաև, հա, որ ձեզ տան։ Կախված է այստեղ ոնց որ ձեր ապրելակերպից, ձեր վիճակից։ Եվս էլի ֆիգուրներ են դուրս գալիս, ոնց որ օգնականներ են լինելու տարվա երկրորդ կես ձեզ, այն ինչ որ տղամարդ, ոչ է կին, ով որ ձեզ իրոք ձեռք կմեկնի։ Եվ այստեղ եւս, հա, այստեղ թագուհին է, բաժակների, գավաթների թագուհին է, սա եւս, հա, ցույց է տալիս, որ դուք ձեր դիրքը գիտեք, թե ինչպես կարող եք գումար ծախսել, միգուցե նաեւ ամուսնանում եք, եթե ամուսնացած չեք, այդ տղամարդն է ձեզ օգնում ֆինանսապես, ձեզ հասցնում է այդ թագուհու դերում, միգուցե բիզնես եք բացում, միգուցե այնպիսի գործեր եք անում, որ տղամարդուն է վայել եւ այդպիսով հասնում եք նրան ինչին որ ձգտում եք։ Ամենայն դեպս դա առատություն է նշանակում, հարստություն, ֆինանսական բարգավաճում, միգուցե եւ այստեղ ձեր տնօրենն է, ձեր ամուսինն է ցույց տալիս, ով որ կամ իր մոտ է դա տեղի ունենում, դուք էլ կօգտվեք այդ իրավիճակից։ Ամենայն դեպս դեռևս ես մեծ գլոբալ խնդիր չեմ տեսնում, մեծ գլոբալ խնդիրը նա է, որ երկու քարտն էլ ցույց է տալի դժվարություն։ Այսինքն դուք լուծումը չկա, դժվարություններ են, այդպես է։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք լուծումները, որոնք որ կան մարտ ամսին եւ հուլիս ամսին, որ այնտեղ փոփոխություններ տեղի ունենալու, իսկ այստեղ էլ ոչ թե տղամարդ է ձեզ աջակցելու։ Եվ այդ տղամարդու շնորհիվ, այդ օգնության շնորհիվ դուք կկարողանաք ոտքի կանգնել եւ այստեղ արդեն զբաղվել ձեր գործերով, այստեղ կարող իրոք բիզնես եք բացում, այստեղ օրինական եւ շարունակում եք ձեր գործերը, այստեղ նաեւ կարող է գործընկեր է սա նշանակում, ում հետ որ բարձրանում է ձեր
ֆինանսական վիճակը, որովհետև դա առատություն է նշանակում, հա, այդ կինը դա առատություն է բարգավաճում գումարային աճ, եկամտի շատացում։ Այնպես որ դեռ շատ լավ է, ես ուրախ եմ ձեզ համար, հոկտեմբերը տեսնենք։ Հոկտեմբերը նույնպես եւս էլի շատ լավ է։ Հոկտեմբեր ամսին ձեր ֆինանսական վիճակը աստիճանաբար կլավանա, ավելի կբարգավաճեք, նաև բարելավում, նաև ֆինանսական խնդիրների հաջող լուծում։ Եթե խնդիրներ կունենաք, ապա այն հաջողությամբ կլուծվի բնական է։ Նաև այստեղ ձեր հեղինակությունը կբարձրանա, միգուցե ձեզ արդեն նայեն որպես հարուստ մարդ կամ որ դժվարություններ չունեք ֆինանսապես։ Ոնց է նաև պասիվ եկամուտ է, որ ինչ-որ մի տեղից կարող է ուղղակի օգուտներ են գալիս, դուք տունը նստած եք, շատ այդպես չեք տանջվում, գումար է գալիս։ Դա նաև կենսաթոշակ է, սա նաև կայուն եկամուտ է, որ անընդհատ գալիս է։ Բիզնեսում ձեզ կհարգեն, ձեր բիզնեսը կհարգեն, այսինքն որ նա առաջ է շարժվում, հա, եւ կարող է դա է անունը, հա, ձեր գործունեությամբ դուք անուն վաստակեք եւ այդպիսով նաեւ, հա, ձեր կարգավիճակը լավանա, եթե ինչ-որ բան եք վաճառում, ոնց որ տեսեն ապրանքը լավն է, գնեն, այդպիսով կբարձրանա նաեւ ձեր եկամուտները, եթե աշխատանքի վայրում եք, եւս կարող եք շատ լավ աշխատել եւ այդպես անգամ աշխատավարձը բարձրանա կամ հավելյալ բոնուսներ ստանաք։ Դա, հա, կարող է լինել նաեւ եկամտի աղբյուրով։ Նաև այստեղ կամաց քիչ-քիչ կկուտակեք ձեր միջոցները։ Երկարաժամկետ ներդրումներ կարող եք անել, որը ձեզ բավականին երկար ժամանակ օգուտներ անընդհատ կգա։ Ոնց որ գումարը ձեզ համար է աշխատում, ոչ թե դուք գումարի համար։ Այդպես, ոնց որ գումարը անընդհատ գալիս է։ Նպաստներ կարող եք ստանալ, կենսաթոշակային ծրագրեր կարող եք ունենալ, պարտատոմսեր, բաժնետոմսեր, այդպես կարող է նմանատիպ ոչե հարցերով զբաղվեք եւ այդտեղից նաեւ եկամուտներ ստանաք։ Դեռ որ շատ լավ է, ես ձեզ եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեր ֆինանսական վիճակի համար, 2 ամիս է դա ոչինչ, դա բոլորի մոտ էլ եղավ, այնպես որ դժվարություններ, այստեղ է մի փոքր դժվարություններ, բայց եթե տեսնում ենք հաջորդ քայլը լավն է, ուրեմն դժվարությունները շատ քիչ են կամ շատ արագ անցողիկ։ Այդ ամիս կարող եք ուղղակի պարտք վերցնել կամ եթե պարտքեք ձեր պարտքերի մասին հիշեցնեն, միգուցե դրա համար եք նեղվում, ինչ-որ դժվարություններ են։ Ոնց որ վերահսկողությունից դուրս է գալիս ձեր ֆինանսական վիճակը, թե ինչ պետք է ծախսեք, ինչ պետք է անեք։ Բայց կողքը արդեն անմիջապես կարողանում եք լուծել, միգուցե օտար երկրում գտնվող բարեկամների շնորհիվ է դա, որ կարողանում եք լուծել։ Ինչ-որ մի բան է տեղի ունենում, ձեր ցանկությունը կատարվում է եւ կկարողանաք այդ հարցին լուծում տալ։ Ոնց որ օդից, երկնքից, հա, ինչ-որ օգնություն է գալիս եւ դուք կկարողանաք յուրաքանչյուր հարցին լուծում տալ այդ ամիս։ Եվ այդ դժվարությունները անմիջապես կանցնեն, եթե պարտքեք, ոնց որ կարող է իմանում է ինչ-որ մեկը ուղարկում է գումար եւ դուք կարողանում եք այդ պարտքը մարել։ Եվ նաեւ դա աստղընթանապես փայլել է եւ նշանակում է, որ դուք հետո արդեն նույնիսկ ոնց որ վերածնվեք, վերականգնվեք այդ խնդրից շատ արագ։ Այդտեղ ուղղակի մտածում եք, վախեր կան միգուցե, մտածում եք, ինչպես տակ գումարը, ինչպես սա, ինչպես նա։ Կամ կարող է վարկ եք վերցնում վախենալով։ Եվ այդ մտածմունքը եւս կա, ինչպես եմ ես տալու դա։ Դա է, բայց այնտեղ նաեւ կողքից ասում են մի մտածի, ոնց որ այստեղ, սա Աստծո քարտն է, կարելի այդպես ասել, երկնքի քարտն է, տիեզերքի քարտն է, եւ նա քո կողքին է եւ դու կկարողանաս հանգիստ այդ պարտքերը մարել։ Եվ վերլուծելու կարիք էլ անգամ այստեղ չկա, միայն 2 ամիսեր, որ դժվարություններ էր, մեկ էլ նոյեմբերը, որ ինչ որ պահի կարող է կամ ձեր մտածմունքներն են կամ իրոք միգուցե դժվարություններ են, որոնք եւս էլի կարողանում եք հաղթահարել։ Եվ տեսնենք ինչպես եք մտնում դեկտեմբեր ամիսը, ինչպես եք լուծում վերջին դեկտեմբեր ամսվա։ Տեսեք, ընդհանուր ֆոնը հենց այնպես չէր։ Ընդհանուր ֆոնը համապատասխանում էր ձեր ամբողջ տարվա ֆինանսական վիճակին։ Հիանալի, ուղղակի հիանալի քարտ է, այդպես
փակում եք ձեր տարին, կարող եք ճամփորդել, կարող եք մի քանի եկամտի աղբյուրներ ունենալ, կարող եք գործուղման գնալ այդպիսով գումար վաստակել, կարող եք ընտանիքով կամ ձեր սիրելիի հետ այնտեղ գնալ հանգստանալու աման օրը նշելու մեկ այլ երկրում, այս դեկտեմբերը չի սա, 2026-ի դեկտեմբերն է, նաև կարող եք ծանոթանալ մեկ այլ աղջկա հետ, եթե տղա է նայում, նաև ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, աշխարհը պտտվելու ցանկություն կունենաք, նաև հնարավորություն, ինչու՞ չէ, սա աշխարհի քարտն է և դեկտեմբերին արդեն ոտքի կանգնած կլինեք ամուր, նաև մի քանի եկամուտների աղբյուրներով հանդերձ, որ ձեր ֆինանսական վիճակը հիանալի է, միգուցե ընտանիքով եք աշխատում, եթե կին ունեք, եթե քույր ունեք, աղջիկ ունեք, ապա եւս կարող են իրենք էլ աշխատել եւ իրենք էլ ձեզ աջակցել, ոնց որ ընդհանուր տունը շատ գումար է մտնում եւ կարողանաք ձեզ ամեն ինչ թույլ տալ այդ ամսին եւ շատ եկամուտով առանց վեցախնդրի գումարային կմտնեք 2027 թվական արդեն։ Ես շնորհավորում եմ ձեզ, հիանալի տարի էր ձեզ համար։ Դժվարությունները բոլորիս համար են, այնպես չի, որ մարդիկ ծնվում են եւ դժվարություններ չեն ունենում, պետք է այդ դժվարությունները, որ մարդիկ կոփվեն, որ մարդիկ հասկանան իրենց ինչ է պետք, ինչպես պետք է այդ քայլը անեն, ավելի լավացնելու համար իրենց կարգավիճակը, իրենց վիճակը, այնպես որ հիանալի է, օգտվեք այդ առիթից եւ գումար հետ գցեք, միգուցե գումար եք հետ գցել այդքան ժամանակ, չնայած որ աշխարհի քարտը դա չի ասում, որ գումար եք հետ գցել, դա հենց մեծ գումարներ են, միգուցե մեծ գումարներ, մեծ եկամուտներ եք ունենում։ Եվ այստեղ գործընկերներ կարող եք ունենալ եւ ոնց որ մեկը մյուսի ձեռքը բռնած օգնում է եւ մեկը մյուսին աջակցում։ Բացարձակ խնդիրներ չունեք։ Շնորհավորում եմ ձեզ եւս մեկ անգամ, թող ամենալավ տարին լինի ֆինանսապես, բարգավաճման տարի լինի ձեզ համար, առանց որևիցե ֆինանսական խնդիրների, թող կրկնապատկվեն բոլորի աշխատավարձերը, ոչ ոք թող չնեղվի գումարից եւ ապրեն այնպես, ինչպես որ իրենք են ուզում, այնպես որ ինչպես իրենք են գտնում իրենց համար հարմար, որ մտնեն խանութ ոչ թե արժեքներին նայեն, այլ ուղղակի որակին եւ ուտելիքի տեսքին։ Այսքանը լավ եղեք։